կատարում են Սևրի դաշնագրի 89-րդ կետի Վուդրո Վիլսոնը ներկայացնում էր մի փաստաթուղթ, որով որոշվում էր հայ-թուրքական սահմանը եւ այդ փաստաթղթի համաձայն Տրապիզոնի, Էրզրումի, Բիթլիսի եւ Վանի վիլայեթները դառնում էին Հայաստանի Հանրապետության մաս գերազանցապես եւ ամենակարևորը այն անմիջապես մտնում էր գործողության մեջ, երբ որ Վուդրո Վիլսոնը պիտի ներկայացներ մեծ տերությունների ղեկավարներին եւ դա տեղի ունեցավ 1920 թվականի նոյեմբերի 22-ին, որը մենք արդեն համարում ենք որպես հայրենատիրության օր։ Ոչ մի երկիր առ այսօր չեղյալ չի հայտարարել այդ փաստաթուղթը, այն գործողության մեջ է եւ շատ կարեւոր փաստաթուղթ է այսօր մեծ տերությունների կողմից Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու տեսանկյունից, որովհետեւ ժամանակ առ ժամանակ կարիքը եղել է միշտ Թուրքիային հիշեցնելու, որ այն բազաները, որոնք տեղադրված են նրա տարածքում, իրականության մեջ իրեն չի պատկանում հայկական հողերի մասին խոսքը։